Իրանում սկսել են խոսել առաջիկայում ամերիկյան կողմի հետ սպասվող հանդիպման մասին։ Իրանական մամուլն առանց հստակ մանրամասների ընդունել է, որ հանդիպում է քննարկվում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև, որին ուղեկցելու են իրանցի երկու փորձառու դիվանագետ։ Հայտնի է նաեւ, որ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանձնարարել է Արաղչիին Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացի նախապատրաստվել, որոնք Թեհրանը ձգտում է տեսնել առանց ճնշումների եւ պարտադրանքի։ Հանդիպման նախապատրաստության մասին քննարկումներն աչքի են ընկնում Իրանի միջուկային ծրագրի շահարկումներով։ Արդյոք Իրանը 2015-ի նմանությամբ հանձնելու կամ փոխանցելու է իր հարստացված ուրանը երրորդ երկրի, տվյալ դեպքում Ռուսաստանին։ Ամերիկյան կողմը, որը շահագրգռված է միջուկային ծրագրի չեզոքացմամբ, ակնհայտորեն նման ակնկալիքներ ունի, սակայն Թեհրանը հերքում է նման հավանականությունը։ Իրանը նշում է, որ նման քայլի չի պատրաստվում գնալ եւ գործելու է միջուկային ներուժի պահպանման սկզբունքով։ Իրանի հարստացված ուրանի փոխանցմանը, բացի Վաշինգտոնից, կողմ է նաեւ Մոսկվան։ Կրեմլից հաղորդել են, որ Մոսկվան այդ գաղափարը վաղուց է առաջարկել Թեհրանին։ Իրան-ԱՄՆ բանակցությունների ամենահավանական օրեն նշվում փետրվարի 6-ը եւ ենթադրաբար առաջիկա օրերին Իրանի շուրջ էսկալացիայի հավանականությունը ցածր է, սակայն բանակցային գործընթացն ինքնին չի կարող երաշխավորել անվտանգություն, քանզի ամերիկյան կողմը կարող է դիմել ուժային գործողության, ինչպես եղավ 12-օրյա պատերազմի ժամանակ։